Կանաչ քաղաքականության գաղափարախոսության հիմքում էկոլոգիապես կայուն հասարակության ձևավորումն է, հանուն շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական արդարության և ժողովրդավարության։ Այն խարսխված է մի քանի կարևոր սկզբունքների շուրջ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցնել նվազագույնի, խթանել վերականգնվող էներգիայի աղբյուրները, պայքարել գլոբալ աղտոտման դեմ։ Ողջ աշխարհում հաշվում են շուրջ 80 կանաչ կուսակցություններ ու քաղաքական միավորումներ։ Հայաստանում չկան այդպիսիք։ Բնապահպանական միջազգային շարժումները իրենք երկու հիմնական ուղղությամբ էին տանում բնապահպանական դիսկուրսը։ Մեկը վերաբերում է, մեկը կարող ենք անվանել էկոկենտրոնական, այսինքն դրա համար ամենաառանցքայինը համարում է բնության պահպանությունը, եւ բոլոր բնապահպանական շարժումները հենց բնության պահպանության խնդրին էին ուղղված, եւ երկրորդ ուղղություն դա մարդակենտրոնությունն էր, որը որ բնության պահպանությունը կարևորում էր մարդու առողջության տեսանկյունից։ Կանաչ քաղաքականությունները գնալով կարևորվում են ողջ աշխարհում որպես բնապահպանական, կայուն զարգացման ու սոցիալ-տնտեսական ճգնաժամերի հաղթահարման ուղի։ Եթե արևմտյան եւ եվրոպական մի շարք երկրներում կանաչների քաղաքական ուժերն ակտիվորեն գործում ու քաղաքական օրակարգեր են թելադրում, հայաստանյան իրականության մեջ բնապահպանական շարժումներն այդպես էլ չդարձան գաղափարախոսություն։ Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը հիշում է, որ 60-70-ականներից սկիզբ առած մեր բնապահպանական շարժումները միաձուլվեցին ազգային գաղափարախոսությանը, երկրորդ պլանում թողնելով էկոլոգիական խնդիրները։ Մի խումբ բնապահպան ակտիվիստներ փորձեր արեցին առաջ տանել ազգի գենոֆոնդը առողջ պահելու, թունավոր ու վնասակար արտադրությունները կանգնեցնելու գաղափարները, որոնք սակայն չհասան քաղաքական օրակարգ։ 50-ականների վերջին, 60-ականներին ձևավորվեցին ազգային շարժումներ, որոնք հիմնականում բարձրացնում էին ցեղասպանության եւ Հայաստանի անկախության հարցեր։ Այդ համատեքստում էր, որ Հայաստանում 70-ականներին արդեն սկիզբ առավ բնապահպանական դիսկուրսը։ Կար նաեւ մեկ այլ պատճառ, որը միջազգային քաղաքականությանն էր վերաբերվում, քանի որ արդյունաբերականացման բուռն տեմպերը նախորդ տասնամյակների լուրջ բնապահպանական խնդիրներ էին առաջացել եւ 1972-ին ՄԱԿ-ը գումարեց մի մեծ խորհրդաժողով, օրակարգում դրվեցին բնապահպանության հետ կապված հարցեր։ Խորհրդային միությունը, որպեսզի հետ չմնա, այսպես ասած, առաջադեմ շարժումներից, իր ներսում նույնպես թույլ տվեց այդպիսի բնապահպանական թեմաների արծարծում, իհարկե կուսակցական վերահսկողության ներքո։ Եվ այս իրավիճակում 70-ականներին Հայաստանում կարծեք թե այս երկուսը եկան ու կպան ազգային դիսկուրսին եւ մարդու առողջություն եւ բնության պահպանումը կարևորվեց արդեն ազգի պահպանման, որովհետեւ նայրիտը եւ ատոմակայանը վտանգ էին ընկալվում որպես ազգապահպանության։ Երկրորդ ալիքը դա արդեն Գորբաչովյան վերակառուցման շրջանն էր, երբ որ նորից համեմատականորեն ազատություններ տրվեցին մի փոքր խոսքի ազատության, այդ գլասնես կոչվածը եւ վերակառուցում կոչվածը, որի շրջանակներում էլ մեր մոտ նորից, այսպես ասած, աշխուժացավ բնապահպանական դիսկուրսը եւ ձևավորվեց ոչ ֆորմալ, ոչ պաշտոնական մի կազմակերպություն, որը կոչվում էր գոյապահպանություն։ 2 տարի անց 87 թվականին ձևավորվեց երիտասարդական թևը, այսպես ասած, գոյապահպանության գոյապայքար էր կոչվում։ Կարինե Դանիելյանը, Հակոբ Սանասարյանը, Կարեն Սիմոնյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը, որ գոյապահպանության ակունքներում էին, դարձան խորհրդային Հայաստանի բնապահպանական պիոներները։ 80-ականների վերջի ազգային զարթոնքի օրերին, երբ խմորվում էր Ղարաբաղյան շարժումը, նախորդեց գոյապայքարի կազմակերպած մեծ հանրահավաքը Աբովյանում։ 3000-ի հասնող ստորագրություններով շարժմանը միացած մարդիկ դեմ էին քիմիական հսկանայերիտին ու ատոմակայանին։ Բնապահպանական շարժումն աստիճանաբար վերաճեց ազգայինի։ Շատ հետաքրքիր է, որ բնապահպանական շարժումը եւ ազգային ազատագրական շարժումը, որը Ղարաբաղյան շարժման հետ միաձուլված մեր մոտ սկսվեց փետրվարի 18-ին, այսպես ասած, ինքը սկսվեց հենց բնապահպանականին զուգահեռ։ Կարծեմ Հակոբ Սանասարյանի հուշերում կա այդ մասին վկայություն, որ եղել է բանակցություններ առաջին Ղարաբաղ կոմիտեի եւ
կանաչների այդ շարժման ղեկավարների միջև, որպեսզի իրենք համատեղ հանրահավաք անցկացնեն եւ հաջորդ օրը տեղի ունեն համատեղ հանրահավաք։ Հետագայում իհարկե պայքարը բնապահպանական կոնտեքստը լրիվ հետին պլան է մղվում եւ Ղարաբաղի Հայաստանին վերամիավորման խնդիրն է դառնում առաջնային եւ սկսում է Ղարաբաղյան շարժումը։ Հակոբ Սանասարյանի հիմնած գոյապահպանությունը, որ հետագայում վերածվեց Հայաստանի կանաչների միության, այդպես էլ չվերածվեց քաղաքական ուժի։ Վերջինիս նպատակն էր աջակցել էկոլոգիական դաստիարակությանը, Հայաստանում բնապահպանական օրենքների ընդունմանն ու դրանց իրագործմանը։ Կանաչների միությունը որոշակիորեն փորձում էր բարձրացնել կանաչ քաղաքականությանն առնչվող հարցեր, բայց Հայաստանում բնապահպանական խնդիրներն այդպես էլ չհասան քաղաքական դաշտ։ Բնապահպանական շարժումը ազգայինին միշտ զուգակցված է եղել, բայց մեր մոտ չի քաղաքականացվել։ Միգուցե եւ դա է եղել, որ մեր մոտ բնապահպանությունը, այսպես ասած, չի ընկալվել որպես առանձին խնդիր եւ անդադ այդ ազգայնական դիսկուրսը իրեն դիտարկել է որպես ենթադիսկուրս, որովհետեւ նույն Ղարաբաղյան շարժման ժամանակ արդեն բնապահպանական շարժումը, գոյապայքարը եւ գոյապահպանությունը իրենք շարունակեցին էլի ատոմակայանի եւ նայդիտի փակման թեմաները եւ այդ Ղարաբաղյան շարժման կոնտեքստում էր նաեւ որ Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի փակման հարցը բարձրացած եւ վերջին հաշվով այդ նշածը ձեռնարկությունները փակվեցին։ Սոցիալական արդարության ջատագովները կանաչ քաղաքականությունը դիտարկում են սոցիալական հավասարության եւ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարծելով, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները շատ հաճախ անհամաչափ ազդում են խոցելի խմբերի վրա, ինչպես օրինակ կանայք, երեխաները, տարեցները։ Կանաչ խորհուրդների դաշնության համահիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը անհրաժեշտ է համարում կանաչ քաղաքականությունները մեր երկրում նաև կանանց ակտիվ ներգրավվածության ու մասնակցության տեսանկյունից։ Ասում է, Հայաստանում բազմաթիվ են բնակավայրերը, որոնք ծանրաբեռնված են հանքարդյունաբերությամբ կամ պոտենցիալ ռիսկի գոտում են։ Կանաչ քաղաքականությունը պիտի դառնա քաղաքական օրակարգի մաս նաև հանուն այս համայնքների բնակիչների փրկության։ Հատկապես կանանց առողջության, տնտեսական անհավասար պայմանների ու սոցիալական արդարության տեսանկյունից այն անհրաժեշտ է։ Կանաչ քաղաքականությունը միտված է նրան, որ կանայք դիտարկվեն ոչ միայն որպես շահառու, այլ որոշումների կայացման գործընթացներում մասնակից լինեն, օրինակ աշխարհում կա փորձ, սկանդինավյան երկրներում կանայք շատ վաղուց ներգրաված են կլիմայի փոփոխության, դիմակայանության, քաղաքականությունների մշակման, թափոնների վերամշակման, կանաչ տնտեսությունների կառուցման գործընթացում դրա համար սկանդինավյան երկրները շատ արագ զարգացում են ունենում ու աշխարհում առաջատարներից են, ճիշտ է, Հայաստանում եւս սկսել է տենդենսը եւ կանայք ակտիվ մասնակցություն են ունենում համայնքային կանաչ նախաձեռնություններում, սոցիալական ձեռնարկատիրություններում, հենց կանաչ քաղաքականությունը միտված է դրա։ Ամենակարևոր լուծումներից մեկն է կանաչ քաղաքականության առկայությունը հենց մեր երկրում, որպեսզի տնտեսական ավելի արագ տեմպերով աճ ունենանք ու խնայենք մեր ռեսուրսները։ Կանաչ քաղաքականությունը միայն բնապահպանության մասին չէ։ Այն կայուն զարգացման սկզբունքների փոխկապակցված համակարգ է՝ ի հակադրություն ռեսուրսների սպառման եւ շրջակա միջավայրի շարունակական աղտոտման, ասում է կանաչ խորհուրդների դաշնության համահիմնադիր Հայկ Աբրահամյանը։ Ինչու է կանաչ քաղաքականությունն անհրաժեշտ Հայաստանին։ Նրա կարծիքով, հատկապես Հայաստանի նման փոքր երկրները այն պիտի կարևորեն նախ եւ առաջ իրենց սահմանափակ բնական ռեսուրսների խելամիտ կառավարման ու այն սերունդներին փոխանցելու տեսանկյունից։ Կանաչ քաղաքականությունը ինքը առաջարկում է այնպիսի տնտեսական մոդել, որը որ հաշվի է նստում ռեսուրսների սահմանափակվածության հետ ու խրախուսում ավելի ռեսուրսների ավելի կայուն կառավարում եւ միևնույն ժամանակ առաջարկում է տնտեսության դիվերսիֆիկացիա, այսինքն այնպիսի ճյուղերի մեջ ներդրումներ անել տնտեսությունում, որոնք որ կարող են ապահովել ավելի կայուն զարգացում։ Սկսած վերականգնվող էներգետիկայի ոլորտը, որը մեր նման երկրի համար օրինակ շատ կարևոր է հաշվի առնելով նաեւ մեր կախվածությունը էներգիայի ոլորտում, արտաքին աղբյուրներից, կանաչ քաղաքականությունը նաեւ այս տեսանկյունից իր սկզբունքների մեջ մտնում է սոցիալական արդարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, որոնք որ մեր նման երկրի համար էլի կարևոր են։ Ունենք Հայաստանում որոշակի համայնքներ, որոնք որ
անհամաչափորեն շատ ավելի մեծ վնաս են կրում որոշակի տնտեսական, օրինակ հանքարդյունաբերական գործունեությունից ու դրա թողած հետևանքներից, բայց նույնիսկ անգամ մի համայնքի մակարդակով էլ դա կարելի է նայել, եթե վերցնես Երևանում մենք ունենք օդի աղտոտվածության բարձր մակարդակ, դրա աղբյուրներից մեկը Նուբարաշենի աղբավայրն է։ Նուբարաշենի աղբավայրի վնասը առաջին հերթին անհամաչափորեն իրանց վրա զգում են Երևանում Էրեբունի Նուբարաշեն թաղամասերի բնակիչները։ Այսինքն երբ որ մենք այս սոցիալական արդարության սկզբունքը որդեգրում ենք, ինքը նաև ենթադրում է, որ դիտարկել այդ անհամաչափ վնասը մարդկանց նկատմամբ ու անդրադառնալ դրան։ Քաղաքացին անմիջականորեն պիտի ներգրավված լինի իր կյանքին ու շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը։ Սոցիալ-տնտեսական համակարգերը վերափոխելիս պիտի հաշվի առնվի ռեսուրսների չարաշահման վտանգը, ապագա սերունդների կարիքները բավարարելու տեսակետից։ Սա է հուշում կանաչների մասնակցային ժողովրդավարության մոդելը, ասում է Հայկ Աբրահամյանը։ Հիմնական սկզբունքը հետևյալն է, որ մարդիկ պետքա կարողանան ազատ կերպով մասնակցեն իրանց կյանքին վերաբերող որոշումների կայացմանը այն տեղերում, որ իրանց ամենամոտն է։ Այդ որոշումների կայացումը պետքա հնարավորինս իջացվի դեպի ներքևի մակարդակ, որտեղ որ մարդիկ կարողանան այդ ազդեցություն ունենալ ու դրա կարևոր դրսևորումներից մեկը պետքա լինի բնականաբար տեղական ժողովրդավարությունը։ Ինչու մեզանում այդպես ազդեցիկ սկիզբ առած բնապահպանական շարժումների գլխավոր դերակատարներին չհաջողվեց իրենց գաղափարները քաղաքական օրակարգ տանել։ Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ, եթե խորհրդային տարիներին միակուսակցական համակարգի պատճառով կանաչ թեմաները քաղաքական օրակարգի մաս չդարձան, անկախացումից հետո անգամ բազմակուսակցական Հայաստանում այսօր էլ չկան քաղաքական ուժեր, որոնց կուսակցական գաղափարախոսության հիմքում էկոլոգիական սուր հարցերի ու ըստ էության բնակչության նիստվար զանգվածի շահերի պաշտպանությունն է։ Քաղաքական ուժերը դեռևս Հայաստանում այդ աշճան չեն հասունացել, որ կարողանան մեկ մակարդակ ավելի բարձր կարևորության խնդիրներ բարձրաձայնելու եւ դրա միջոցով համակիրներ ձևավորելու։ Ինչ որ տեսեք, ասենք օրինակ եվրոպական երկրներում դարձել է շատ կարևոր, որտեղ այնտեղ բնակչությունը շատ դա կարևորում է։ Շատ կարևոր է նաեւ որ նույն բնապահպանական կազմակերպությունները մարդկանց հետ աշխատեն, պետք է նաև դա իր համար արժեք լինի։ Բնությունը, կանաչը, ամեն ինչ որ կապված է էկոլոգիայի հետ։ Մինչդեռ եվրոպական կանաչ կուսակցություններին ու շարժումներին խոշոր ընտրություններում հաղթանակ չգրանցելով հաջողվել են շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունները մղել քաղաքական երկխոսության առաջնային պլան։ Կանաչ նպատակներն իրենց արտացոլումն են գտել այնպիսի քաղաքական փոփոխություններում, ինչպիսիք են Եվրամիության կանաչ գործարքը եւ վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների մշակումը։ Կանաչ գործընկերության հաջողված օրինակ է Դանիայի կանաչ պետություն ընկերությունը, որ միավորում է Դանիայի պետական ու մասնավոր հատվածների ավելի քան 600 ներկայացուցիչների արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներից։ Ընկերությունն առանձնակի ուշադրություն է դարձնում կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին, կանաչ տնտեսության զարգացումն ապահովում նորարար տեխնոլոգիաների եւ լուծումների միջոցով։ Կանաչ քաղաքականությունն ըստ էության մարտահրավեր է արդի քաղաքականությանը, առաջարկելով ամբողջական ու կայուն տեսլական, մարդկության ու մոլորակի համար կենսունակ ու արդար ապագա ստեղծելու հարցում։